Սիրելի բարեկամներ, դուք գիտեք, որ երեք վարչապետ Փաշինյանը իր ղեկավարած քաղաքական ուժի հետ միասին գտնվում էր Գյումրի քաղաքում եւ ըստ էության մեկնարկ տրվեց 90 թվականի մարտ ամսի վերջին օրերին, մասնավորապես մարտի 30-ին Գյումրու ավականու ընտրություններին ինձ անկեղծ ասած ապշեցրեց այդ մեկնարկին վարչապետ Փաշինյանի ելույթը, որովհետև այն տոնայնությունը, այն շեշտադրումները եւ այն ընկալումները, այն ուղերձները, որոնք իր հետ բերում էր Փաշինյանը երեք, այլ բան չի մնում արձանագրելու, որ Փաշինյանը ասելիք չունի, Փաշինյանը անելիք չունի, այդ ելույթում տեղ գտած որոշ ձևակերպումները պարզապես հարիր չեն Հայաստանի Հանրապետության վարչապետին, որովհետև այդպես խոսել եւ այդ տոնայնությամբ խոսել գյումրեցիների հետ, մի քաղաք, որը մինչև առայս պահը իր ուսերին է կրում ավելի երկրաշարժի հետևանքները, 7 տարի իշխանության լինել եւ նորից գալ խոսել Քոչարյանից, Սերժից, Միշիկից հնարավոր է մի դեպքում, երբ որ դու որպես 7 տարի Հայաստանը ղեկավարող քաղաքական ուժի առաջնորդ ասելիք եւ անելիք չունես գյումրեցիներին հաշվետվության ներկայացնելու փոխարեն դու չգիտես ինչ ասես եւ ինչպես ասես։ Եվ հիմա այստեղ սիրելի բարեկամներ ինձ համար հարց է առաջանում, որ եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի կողմից մատնանշված անձինք, ինչ էր ասելու Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը, տպավորություն է ստեղծվում, որ եթե չլինեին այս մարդիկ, ընդհանրապես որևէ զարգացման, հեռանկարի, որևէ ենթակառուցվածքի, իր կատարած աշխատանքի վերաբերյալ որևէ հաշվետվություն ասելու հիմք եւ դրա ուրեմն համար հիմք հանդիսացող որևէ նախադրյալ Փաշինյանը չէր ունենա։ Եվ ստացվում է հետեւյալը. հանեք Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից, հանեք Սերժ Սարգսյանին քաղաքական դաշտից, հանեք Միշիկին հետախուզումից կամ քաղաքական դաշտից, կտեսնեք, որ տակը Նիկոլ չկա։ Այսինքն, եւս մեկ անգամ այս մարդու գործունեությամբ հիմնավորվում է, որ նրա ամբողջ քաղաքական պայքարը կառուցված է նախկին իշխանությունների գոյության ու գործունեության վրա։ Հանեք այդ մարդկանց, Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը ասելիք ու անելիք չի ունենա, որ ասի։ Այն դեպքում, սիրելի բարեկամներ, երբ որ Շիրակի մարզը մեր ամենաստրատեգիական մարզերից մեկն է, իսկ Գյումրի քաղաքը մեր հանրապետության երկրորդ քաղաքն է, Գյումրի քաղաքի ենթակառուցվածքների զարգացման, Գյումրի քաղաքում որևէ գործարանի բացման, աշխատատեղերի ստեղծման, բազմաթիվ այլ ուղղություններում զարգացման համար 7 տարի շարունակ Հայաստանը ղեկավարած գործադիր իշխանության ղեկավարը 3 պետք է հաշվետվություն ներկայացներ մեր ժողովրդին, թե ինչ է տեղի ունեցել նախորդ 7 տարիների ընթացքում Գյումրիում եւ ինչը պետք է փոխված լիներ եւ ինչ աշխատանքներ էին կատարվել, բայց ստացվում է հետեւյալը, որ ընդամենը այս քաղաքական թիմը զբաղված է մեր հանրության ուղեղները լվանալով որպես միջոց, որպես գործիք օգտագործելով նախորդ իշխանություններին։ Ինձ համար ուղղակի առանձնացել եմ մի քանի բառ եւ ես կուզենայի, որ այդ մի քանի միտքը ձեզ հետ փորձենք այսօր կիսվել հնարավորինս սեղմ ձևով, սիրելի բարեկամներ։ Այսօր իր Facebook-յան էջում հրապարակելով որոշակի գրառումներ Փաշինյանը ինչ է ասում։ Ասում է հաղում տալով նախորդ իշխանություններին եւ նրանց նկատի ունենալով ասում է, որ նրանց հələ պետք է պարզել, ասում է, թե ձեզ իշխանության բերողներն ինչի համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում, այ ընտրակեղծարար ու զուր պատորներ։ Թվում է, թե ենթատեքստը հասկանալի է, մնում է պարզել, ստանալ մի շատ պարզ մատչելի հարցերի պատասխաններ։ Այդ ընտրակեղծարարներին ով պետք է պատժեր, այդ ուզուրպատորներին ով պետք է պատժեր։ Եթե ձեր ասացի ենթատեքստը պարզ է, որ այդ անձանց չգիտես ով է բերել Հայաստանում Հանրապետությունում իշխանության, հարց է առաջանում, պարոն Փաշինյան, իսկ նրանց ով է պահում Հայաստանում որպես ընդդիմություն, ով է նրանց բերել առաջին պլան, ով է նրանց կենսունակությունը ապահովել եւ ապահովում, ով է նրանց լեգիտիմացնում, ով է նրանց մաքրում, այս հարցերի պատասխանը կարծեմ դուք պետք է տաք։
Հետևաբար Փաշինյանը նաև այսպիսի մի ձևակերպում է անում, որ վերջերս կիսամաշած, ասում է, ուժերի կողմից ենթադրաբար նկատի ունի երկրորդ եւ երրորդ նախագահների ճամբարներին, ասում է, մեկը մյուսի մեջ կռիվ ենք է, թե ով է ում իշխանության բերել, եւ ասում է, որ իրեն իշխանության է բերել ժողովուրդը։ Շատ լավ, դիցուկ, դուք ճիշտ եք, ձեզ իշխանությանը բերել ժողովուրդը։ Դե դեպքում հարց է առաջանում, ժողովուրդը ձեր առաջ այսպիսի ծրագիր իրականացնելու խնդիր էր դրել, այսպիսի մանդատ էր դրել ձեր առջև, որ դուք այս քաղաքականությունը պետք է վարեիք։ Կարծեմ ժողովուրդը ձեր առաջ բոլորովին այլ ուրիշ խնդիրներ էր դրել, ուրիշ ակնկալիքներ ուներ, ուրիշ սպասելիքներ ուներ ժողովուրդը, եւ ժողովուրդը ցանկանում էր, որ դուք կատարեիք ժողովրդին տված խոստումը։ Եվ հիմա հաշվետվություն ներկայացնելու փոխարեն, թե դուք ինչ եք արել ձեր նախորդ 27 տարիների ընթացքում, դուք ընդամենը զբաղված եք հերթական անգամ նախկինների ֆոնի վրա, նախկինների վարկաբեկվածության ֆոնի վրա երևալ որպես ուժեղ ու դուխով վարչապետ։ Հետևաբար 7 տարի ձախողես հնարավոր ամեն ինչ, հիմա գաս նորից խոսես Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից ու Միշիկից, իսկապես ամոթ է, Նիկոլ, իսկապես ամոթ է այս աստիճանի հիմարի տեղ դնել մեր ժողովրդին։ 7 տարի իշխանության լինես ու մինչև հիմա խոսես նախկիներից թալանը վերադարձնելու մասին։ Ժողովուրդ ջան, անկեղծ եմ ասում, որքան կարելի է հանդուրժել մեզ հիմարացնելու այս գործընթացը։ Այս մարդիկ անգործունակ ու անկարողունակ մարդիկ են։ 7 տարին բավարար էր, բավական էր, որ մեր փոքրիկ երկրում, Գյումրիում հատկապես իրականացվեին այնպիսի շեշտակի, շրջադարձային ու բեկումնային փոփոխություններ, որոնք էապես ու արմատապես կփոխեին գյումրեցիների կյանքը, Գյումրի քաղաքի կյանքը։ Եվ այդ 7 տարվա աշխատանքի արդյունքում այսօր բոլորովին ուրիշ քաղաքական ներկա պնակ կլիներ, բոլորովին ուրիշ մրցակիցներ կլինեին, բոլորովին ուրիշ խաղացողներ կլինեին քաղաքական դաշտում։ Եվ եթե դուք այսօր եկել եք 7 տարի անց խոսում եք, որ կրկին ընտրապայքարի մեջ եք մտել ձեր բառերով նկարագրած սուբյեկտների հետ, դա նրանց հաջողությունը չէ, Նիկոլ, դա ձեր խայտառակ պարտությունն է, խայտառա, ինչպես ուզում եք գնահատեք, ինչպես ուզում եք վերլուծեք, ինչպես ուզում եք ընդունեք իմ ասածը։ 7 տարի ձախողել ես ու հիմա նորից խոսում ես 2018 թվականի տոնայնությամբ, լեքսիկոնով, շեշտադրումներով, ակնկալելով, որ մեր հասարակությունը կրկին անգամ հավատալու է ձեզ։ Ես հեռու եմ այն մտքից, որ հասարակությունը այլևս նման ռեսուրս ունի ձեզ հավատալու։ Սիրելի բարեկամներ, իշխանությանը սպառմանը զուգընթաց կենսական անհրաժեշտություն է, որակապես մի քանի գլուխ բարձր պատրաստված քաղաքական վերնախավի ձևավորման անհրաժեշտություն եւ այլընտրանքային քաղաքական ծրագրի ներկայացումը։ Ես խորապես համոզված եմ, որ այդպիսի ծրագրի ներկայացումը ժամանակի հարց է։ Մեզանից նաև մեր հասարակությունը պահանջում է ներկայացնել կոնկրետ ծրագրեր քննադատելու հետ զուգահեռ։ Հարգելի բարեկամներ, հանգիստ եղեք։ Այդ ծրագիրը կներկայացվի ճիշտ ժամանակին։ Կոնկրետ մեր կուսակցության դեպքում, մեր կուսակցության առանցքում հայ մարդն է, իր խնդիրներով, իր հոգսերով, մեր կուսակցության առանցքում Հայաստանի Հանրապետությունն է, մեր հենման կետը միջին խավն է։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը միջին խավի ձևավորում այլընտրանք չունի, որ մենք պետք է ստեղծենք նպաստավոր պայմաններ, որ յուրաքանչյուր կարողունակ ձեռնարկատեր ի վիճակի լինի սեփական միջոցներով սեփական ընտանիքի բարեկեցությանը աստիճանը բարձրացնելուն զուգահեռ նպաստի Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Ես խորապես համոզված եմ, քանի դեռ հասարակությունը մեր հասարակության միջուկը չի դարձել միջին խավը, մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ։ Դեպար այս առումով, սիրելի բարեկամներ, ես քիչ անց կանդրադառնամ միջին խավի մասին, բայց կուզենայի այս ֆոնի վրա, այս նախկիների ֆոնի վրա, այս գործող իշխանության գործունեության ֆոնի վրա մեկ ուշագրավ հանգամանքի մասին ձեր ուշադրությունը հրավիրել, սիրելի բարեկամներ։ Երեկ կամ առաջի օրը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը
իսկ ավելի պարզ նրա շուրթերով խոսում էր հենց Ալիևը, Հայաստանից պահանջեց հերթական ավարը խաղաղության պայմանագիր կնքելու դիմաց։ Այսինքն հերթական պահանջը ներկայացվեց Հայաստանի Հանրապետությանը եւ որն էր այդ պահանջը։ Այդ պահանջը հետեւյալն էր, ձևակերպումն էլ առավել քան ցինիկ, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի Հայաստանում թաքնվող ռազմական հանցագործներին, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց, ես չգիտեմ ձեզանից ովքեր են ծանոթ, բայց Բաքվում այսօր ընթացող շինծու դատավարության ընթացքում այդ առաջադրված անհիմն անհետետ մեղադրանքները առաջադրվել են նաև ոչ միայն այս պահին Բաքվում ընթացող դատավարության որպես ամբաստանյալ մեղադրյալ ներգրաված անձինք, այլև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, լուսահոգի Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը, մի քանի այլ գեներալներ, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը եւ ըստ էության ես խորապես համոզված եմ, որ սա վկայում է մեկ անգամ եւս այն բանի մասին, ինչի մասին մենք խոսում ենք ամիսներ շարունակ կամ գուցե տարիներ շարունակ։ Ես ի սկզբանե կասկածի տակ եմ դրել եւ թերահավատ եմ եղել Ադրբեջանի հետ ներկայիս վարչակազմի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը, ընդգծելով, որ Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ կնքել արժանապատիվ, տևական ու կայուն խաղաղություն։ Ադրբեջանի հիմնական նպատակն է մինչև վերջ ստորացնել, չոքացնել Հայաստանի Հանրապետությանը եւ ըստ էության թքել մեր ազգային արժանապատվության վրա։ Եվ հետեւաբար ամեն օր նոր պահանջ ներկայացնելով, սիրելի բարեկամներ, նրանք Հայաստանի վզին փաթաթված պարանը ավելի են սեղմում, փորձելով մեզ վերջնականապես ստորացնել ու նվաստացնել մեր ազգային արժանապատվությունը։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Ալիևի հերթական պահանջը վերաբերում էր, ինչպես ասացի, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Բաբայանին եւ մի քանի այլ գեներալների, որոնց անունները հիշատակվում են, ինչպես ասացի, Բաքվում ընթացող շինծու դատավարության ժամանակ։ Թողենք այն հանգամանքը, որ այդ անձինք հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության ուժով Հայաստանի Հանրապետության որևէ իշխանավոր չի կարող իր քաղաքացուն հանձնել այլ պետությանը, առավել եւս Ադրբեջանին, առավել եւս նշված անձանց։ Այս առումով ես կարծում եմ այնուամենայնիվ չէր կարելի թույլ տալ, որ Ադրբեջանի նախագահը այս աստիճան լկտի ու սանձարձակ խոսել մեզ հետ։ Նույնիսկ պարտությունը պետք էր կրել ու տանել արժանավայել պատվաբեր ձևով թույլ չտալ, որ Ադրբեջանը այս աստիճան լկտի անար։ Եվ սիրելի բարեկամներ, այս համատեքստում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա։ Բոլորը գիտեն ին վերաբերումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բոլորը գիտեն ին վերաբերումը Սերժ Սարգսյանի նկատմամբ, այլ որոշ անձանց նկատմամբ, շատ մարդիկ գիտեն, որ ես իրենց հազար ու մի հարցերում մեղադրում եմ մեր պետությունը այս օրին հասցնելու համար, բայց թույլ տալ, որ Ադրբեջանի նախագահը կամ նրա շուրթերով նրա օգնականը խոսի այս աստիճան լկտի ու սանձարձակ, ես չեմ պատկերացնում, որովհետև նրանք իմ աչքի լույսը չեն, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բայց նրանց անվանել պատերազմի հանցագործներ, դա նշանակում է թքել Արցախյան շարժման վրա, դա նշանակում է թքել հայ ժողովրդի պատմության վրա, դա նշանակում է թքել մեր ժողովրդի նախորդ 30-ամյա կենսագրության վրա, անցած ճանապարհի վրա, մեր հաղթանակի վրա, մեր հազարավոր զոհերի հիշատակը պղծել։ Չի կարելի թույլ տալ, կրկնում եմ, չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը այս աստիճան լկտիանա ու սանձարձակ դառնա։ Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը վերջնականապես ստորացնի մեր ազգային արժանապատվությունը։ Չի կարելի թույլ տալ, խնդրում եմ ուշադիր լսեք, չի կարելի թույլ տալ, որ Ալիևը ներհայաստանյան օրակարգ գեներացնի ու փորձի ստորացնել մեզանից յուրաքանչյուրին, օրակարգ ձևավորի ու թելադրի։ Չի կարելի թույլ տալ, որ նրանք փորձեն նենգափոխել ու սրբագրել Արցախյան հիմնախնդրի էությունն ու պատմությունը։ Չի կարելի թույլ տալ, որ նրանք իրենց ոտքերը մաքրեն մեզ վրա, չի կարելի ու վերջ։ Եվ այս համատեքստում կրկնում եմ, սիրելի բարեկամներ, անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրը
ինչպիսի վերաբերմունք կունենա եւ ունի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մնացած այլ անձանց վրա, որոնց այսօր պահանջում է Բաքուն, Ալիևը, պետք է հասկանալ մի բան. մեզանից յուրաքանչյուրը պետք է հանգի այն գիտակցությանը, որ նրանցից յուրաքանչյուրի հակած կոշիկը չպետք է փոխել Ալիևից եւ նրա քաղաքական թիմի կոռումպացված ու արյան մեջ թաթախված Ալիևի հետ, սիրելի բարեկամներ, ես իմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտքն եմ համարում այս մասին ուղղակիորեն կիսվել ձեզ հետ, սիրելի բարեկամներ, մեր հայրենիքին ստեղծված իրավիճակը չափից դուրս բարդ է, քաղաքական դաշտը ամայացված է, քաղաքական ուժերը հնարավոր անունար բոլոր միջոցներով հեղինակազրկվել են, քաղաքական դաշտի ամայացումը Նիկոլ Փաշինյանի իշխանության մեծագույն ձեռքբերումներից մեկն է, այս մարդիկ առաջնորդվում են մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ կամ մենք ենք կամ ոչ ոք չի լինելու սկզբունքով, մենք պետք է կարողանանք ճիշտ եզրահանգումներ կատարել, Փաշինյանը ասում է ինձ բերել է ժողովուրդը, ես նրա տեղապահն եմ եւ երբ ժողովուրդը որոշի ես կհեռանամ, ես համաձայն եմ այդ տեսակետի հետ, որ իրեն պետք է հեռացնի մեր ժողովուրդը եւ այս առումով սիրելի ժողովուրդ, ինքներդ դուք պետք է գնահատեք, արդյոք գոհ եք Փաշինյանի կառավարման ժամանակահատվածից կամ կառավարման արդյունավետությունից, ինչ է տվել այս իշխանությունը Հայաստանի հասարակությանը, ինչ է տալիս մեզ, ինչու են նրանք հավակնում հավերժացնել իրենց իշխանությունը, ինչու նրանք չանսացել մեր ժողովրդին, սպասելիքներին ու ակնկալիքներին, ինչ է կատարվում Ադրբեջանի հետ հարաբերությունների գործընթացում, ինչու է դադարեցվել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը, այսօր ես մի տեղեկատվության ծանոթացա, որ հիմա փորձեմ ձեր ուշադրությունը հրավիրել, սիրելի բարեկամներ, պատկերացնում եք 2022 թվականին Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է նախորդ տարիների կատարված խաղադրույթների վիճակագրական աճը եւ պարզվում է Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականին ուրեմն խաղարկվել է 5.8 տրիլիոն դրամ կամ 14.4 միլիարդ դոլար, 2023 թվականին 6.3 տրիլիոն դրամ կամ 15.6 միլիարդ դոլար, իսկ անցած տարի արդեն 2024 թվականին 7.2 տրիլիոն դրամ կամ 18.2 միլիարդ դոլար, դուք պատկերացնում եք, թե ինչ թվի հետ մենք գործ ունենք, դուք պատկերացնում եք այս իշխանության գործունեության արդյունքում քանի հազար մարդ է ներքաշվել խաղամոլության մեջ, ըստ հրապարակված ոչ պաշտոնական տվյալների շուրջ 200,000 քաղաքացի ներքաշված է խաղամոլության մեջ, Հայաստանի Հանրապետությունում առաջիկայում ընթացող քաղաքական գործընթացները կարող են շրջադարձային ու բեկումնային լինել, մեզանից յուրաքանչյուրի համար բնականաբար սպասվող խորհրդարանական ընտրությունները մեծ սպասելիքներ կարող են գեներացնել մեզանից յուրաքանչյուրի համար, այդ ընտրություններով կարող է ուրվագծվել Հայաստանի առաջիկա 5, իսկ գուցե ավելի 10 տարիների զարգացման հեռանկարը եւ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հնարավոր ջանքեր ներդնել արդյունավետ պետության կառուցման նպատակով արդյունավետ իշխանություն ձևավորելու համար։ Սիրելի բարեկամներ, մեր հասարակությունը մեզանից ակնկալում է այլընտրանքային քաղաքական ծրագիր։ Ես ուզում եմ այս առումով ձեզ հետ խոսել առավել պարզ, առավել անկեղծ, առավել ազնիվ, առավել բաց։ Շատ կարճ ժամանակահատվածում մենք կսկսենք մեր հանդիպումները մեր քաղաքացիների հետ, մեր հասարակության տարբեր սոցիալական շերտերի հետ, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք հետևյալը, նոր հեծանիվ հայտնագործելու կամ ֆենոմենալ երևակայական գաղափարներ ներկայացնելու ոչ անհրաժեշտություն կա, ոչ դրա նպատակը կա, մենք զերծ ենք մնալու պոպուլիստական խոստումներից։ Մենք ներկայացնում ենք մեր երկրի
պոտենցիալին համահունչ այնպիսի ծրագրեր, որոնք իրատեսական է լինելու, որոնք հնարավոր է լինելու իրականացնել։ Մարզ առ մարզ, վարչական շրջան առ վարչական շրջան, քաղաք առ քաղաք։ Մենք հաշվի ենք առնելու մեր քաղաքի, մեր քաղաքների, մեր բնակավայրերի առանձնահատկությունները։ Մի քանի ֆունդամենտալ ուղղությունների վրա ենք մեր ուշադրությունը դարձնելու, դա նորագույն տեխնոլոգիաներն են, դա էներգետիկ ոլորտն է, դա զբոսաշրջությունն է, դա արդյունաբերությունն է, դա հանքարդյունաբերությունն է, դա գյուղատնտեսությունն է, դա հասարակության թվայնացումն է, արտահանմանը միտված արտադրության ու արդյունաբերության ապահովումն է, գոնե նվազագույնը յուրաքանչյուր մարզում 2 այնպիսի գործարանների մարզերի առանձնահատկություններով պայմանավորված կառուցումն է, որը հնարավորություն կտա մի քանի հազար աշխատատեղերի ստեղծմամբ ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի երիտասարդությունը չլքեն մարզերը, որը իր հերթին մուլտիպլիկատիվ էֆեկտով իր ազդեցությունը կունենա ընդհանուր առմամբ երկրի համաչափ զարգացման գործընթացին։ Հայաստանի Հանրապետությունում պետք է ստեղծել բոլորի համար հավասար պայմաններ, օրենքի առջև պետք է հավասար լինեն բոլորը։ Մենք կարողանանք մրցունակ գյուղատնտեսություն ապահովել, որպեսզի գյուղերը չդատարկվեն, գյուղերը չմեռնեն։ Ջրային ռեսուրսների ռացիոնալ կառավարումը պետք է դառնա հաջորդ իշխանության ռազմավարական ուղղություններից մեկը։ Ջրամբարների կառուցման, Հայաստանի Հանրապետության խմելու ջրի ռացիոնալ օգտագործման հետ կապված, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի փոփոխության հետ կապված բազմաթիվ անելիքներ, խնդիրներ կան, սկսած սահմանադրական փոփոխություններից վերջացած իշխանության ձևավորման որոշ փոփոխություններով, դատական իշխանության արմատական վերափոխումը, որը իսկապես կբացառի նրանց գործադիր իշխանության կրնկի տակ հայտնվելու եւ մնալու որևէ տեսական անգամ հնարավորություն։ Մենք պետք է ամբողջովին վերափոխենք մեր կրթական համակարգը, այն համապատասխանեցնելով արդի ժամանակակից կրթական համակարգերին։ Մեր բուհերը պետք է մրցունակ լինեն, մեր բուհերում սովորելը պետք է առաջնահերթություն լինի, նաև օտարերկրյա տարբեր պետությունների երիտասարդության համար։ Հայաստանը պետք է կարողանա շատ հավակնոտ, հանդգնոտ արտաքին քաղաքականություն վարի փորձելով որակապես նոր գործընկերներ ձեռք բերել պաշտպանության ոլորտում, անվտանգության ոլորտում։ Սրանք խորքային հարցեր են, սիրելի բարեկամներ, որոնց պատասխանները մենք ունենք։ Ուղղակի այս ձևաչափը չի տալիս հնարավորություն դետալ առ դետալ խոսել ծրագրերից, բայց կրկնում եմ, մեր առանցքում լինելու է հայ մարդը։ Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունում կայացնել միջին խավը։ Խնդրում եմ սրա մասին ուշադրություն դարձնեք։ Հայաստանի Հանրապետությունում երևացող են միայն հարուստները եւ աղքատները։ Նիկոլ Փաշինյանը այսօր կամ 3 ոգևորված պատմում էր, որ իրենց ղեկավարած շրջանում կրկնապատկվել է Հայաստանի բյուջեն։ Նույնիսկ եթե Հայաստանի բյուջեն կրկնապատկվել է, Հայաստանի աղքատության մակարդակը չի իջել, շարունակում է տատանվել 25-ից 27% շրջանակներում։ Ուստի այս առումով ինչ որ հպարտանալու տեղ չկա։ Մեզ որակապես այլ զարգացման հիմքի վրա բանակ է անհրաժեշտ։ Ես խոսում եմ մշտապես բանակի խնդիրների մասին, իհարկե տարբեր նրբերանգների հաշվի առնելով, այնուամենայնիվ սիրելի բարեկամներ, ես գտնում եմ, որ մենք պետք է կարողանանք հիմնվել միջին խավի վրա։ Միջին խավն է յուրաքանչյուր պետության զարգացման առանցքը։ Ունեք միջին խավ, այդ միջին խավը երաշխավորելու է պետության կայուն զարգացումը, հասարակության կայուն զարգացումը։ Ինքը փորձելու է շանթարգելի դեր կատարել հարուստների եւ աղքատների միջակայքում, փորձելով մի կողմից բարձրացնել աղքատների
աղքատ սոցիալական շերտի կենսամակարդակը, մյուս կողմից զսպել հարուստների ախորժակը։ Մեր նպատակն է Հայաստանը դարձնել միջին խավի երկիր, որտեղ յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա իր կարողությունների առավելագույնս գործադրմամբ հասնել իր ընտանիքի, իր հարազատների, իր բարեկամների խավի մասին, հետևյալ հիմնավորմամբ։ Պատմական իրողություն է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսապես քայքայված ու կործանման եզրին կանգնած Ճապոնիան ավելի արագ վերականգնվեց, քան հենց նույն Խորհրդային Միությունը։ Ավելին, հաղթած երկրներից առնվազն ԽՍՀՄ պատերազմից 45 տարի անց դադարեց գոյություն ունենալ։ Ճապոնական հրաշքը, սիրելի բարեկամներ, իրականություն դարձնելու համար Ճապոնիան կարողացավ հաղթահարել հետպատերազմյան դժվարությունները եւ թեւակոխեց տնտեսության եւ հասարակության արդիականացման փուլը։ Եվ մենք էլ պետք է մեր հասարակության արդիականացման փուլը անցնենք, մեր տնտեսության վերափոխման փուլը պետք է անցնենք, եթե իսկապես ուզում ենք հետպատերազմյան սթրեսային իրավիճակից վերականգնվել։ Գիտական հայտնագործությունները, ես խնդրում եմ ձեզանից յուրաքանչյուրի ուշադրությունը, գիտական հայտնագործությունները Ճապոնիայում ներդրվեցին հասարակության արդիականացման գործընթացում։ Բացի այդ, տնտեսության, կրթության ու գիտության վերակառուցման իրականացումն իրականացվեց ամենաբարձր տեխնոլոգիաների հիման վրա։ Ճապոնիայի տնտեսության գլխավոր ճյուղը դարձավ արդիականացված արդյունաբերությունը։ Մեզ մոտ կարծեք բոլորը մոռացել են արդյունաբերությունից, արտադրությունից։ Ճապոնիայում արդյունաբերությունը, էլեկտրոնային ավտոմեքենաների արտադրությունը դարձավ առաջ բերվեց որպես ամենաստրատեգիական զարգացման ճյուղ, որոնք հետագայում գրավեցին ամբողջ աշխարհը։ Մենք ունենք նման գիտական պոտենցիալ, մենք ունենք նման գիտական միտք, նույնիսկ մեքենաշինության ոլորտում, բայց մենք չունենք նման ամբիցիա, մենք չունենք նման հանդգնություն, մենք չունենք նման ցանկություն, մենք չենք ցանկանում մեր աչքերը, մեր դեմքը ուղղել արդյունաբերությունը։ Գնացեք Վանաձոր, գնացեք Գյումրի, քանի փլված գործարաններ կան, քանի տասնյակ հեկտարներով ամայացած տարածքներ կան։ Եթե նախորդ իշխանությունները, գործող իշխանությունները կարողանային ճիշտ կառուցել, կազմակերպել Հայաստանի տնտեսության զարգացումը, կառավարումը, ես դες հավաստիացնում եմ, մենք որակապես այլ պետություն կունենայինք։ Ես խորապես համոզված եմ, որ մեր հասարակությունն ու պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը պետք է արդիականացվի, համապատասխանեցնելով հետպատերազմյան իրողություններին ու տարածաշրջանի նոր անվտանգային ճարտարապետությանն ու ռազմաքաղաքական ստատուս քվոին։ Սիրելի բարեկամներ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, պետք է մի բան հստակ պատասխանել, այն չպետք է վաճառվի մեզ վրա ամեն գնով։ Խաղաղություն բոլորս ուզում ենք, բոլորս, բայց խաղաղության հասնելու համար տևական անհրաժեշտ է այնպիսի արդյունավետ կառավարում, այնպիսի արդյունավետ պետության ձևավորում, որ ինչպես միշտ նշել եմ, թույլ չտա Ադրբեջանին հարձակվելու մտադրություն ձևակերպել Հայաստանի դեմ։ Ուժեղ բանակ ու պաշտպանական համակարգ ունենալու համար առաջին հերթին Հայաստանը պետք է վերածել, խնդրում եմ ուշադրություն դարձնեք, ուժեղ բանակ ու պաշտպանական համակարգ ունենալու համար առաջին հերթին Հայաստանը պետք է վերածել արդյունաբերական հարթակի։ Քանի դեռ չկա այս ընկալումը, մենք չենք կարող առաջ շարժվել։ Սիրելի ժողովուրդ, առանց արդյունաբերության մենք չենք կարող ստեղծել մրցունակ ու անհրաժեշտ ներուժ ունեցող երկիր։ Ես իհարկե փոքր եմ եղել, բայց Կարեն Դեմիրճյանի նման շինարար, կենսական կարողություններ ունեցող, ներուժ ունեցող, ձգտում ունեցող քաղաքական գործիչների մի փաղանգ է անհրաժեշտ, որ մեր պատկերացրած պետական գործչի, քաղաքական գործչի օրինակը պետք է լինի Կարեն Դեմիրճյանի նման շինարարը, աշխատողը, բարիք ստեղծողը, հավելյալ արժեք ստեղծողը։ Եվ նորանկախ հանրապետության պայմաններում էլ մենք ունենք բազմաթիվ անձինք, որոնք իրենց հետագծով մաքուր հետք են թողել։ Հետևաբար մեզ անհրաժեշտ է շինարարի, կառուցողի, բարիք ստեղծողի, մասնագիտական բարձր կարողություններ ունեցողի անհատների միավորում, որ մենք կարողանանք առաջ տանել Հայաստանի Հանրապետությունը։
Ես պնդում եմ առանց արդյունաբերության մենք չենք կարող զարգանալ, ոտք գցել, նույնիսկ տարածաշրջանային մակարդակում, սիրելի բարեկամներ։ Երիցս պնդում եմ, ես միշտ այդ համոզմունքն եմ ունեցել։ Արդար Հայաստան կուսակցության ձևավորման հիմքում էլ նրա կարգախոսներից մեկն էլ հետևյալն է եղել. եկեք Հայաստանը դարձնենք հաջողության հասնելու ու հաջողակ մարդկանց երկիր։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանում պետք է մարդիկ լավ ապրեն։ Հայաստանի բնակչությունը պետք է հարուստ լինի։ Հարուստ չի նշանակում վատ մարդ։ Ցավոք սրտի մենք տարիներ շարունակ հարուստ մարդու կերպարում դիտարկել ենք հանցագործին, կեղեքածին, գողացողին։ Ես հարուստ ասելով նկատի ունեմ ազնիվ քրտինքով աշխատող մարդուն, բարիք ստեղծող մարդուն։ Հետևաբար Հայաստանը ամենալավ վայրն է հայերի համար հաջողության հասնելու ու Հայաստանը հաջողակ երկիր դարձնելու համար։ Ես հավատում եմ, անկեղծ հավատում եմ այս գաղափարին եւ ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հենց հակվի իր ուժերը ներդնի հաջողության հասնելու եւ Հայաստանը հաջողության երկիր դարձնելու գործին։ Սիրելի բարեկամներ, ես հավաստիացնում եմ ձեզ, Հայաստանում ազնիվ եղանակով վաստակած ու հարստացած մարդիկ պետք է վայելեն հասարակության հարգանքն ու լինեն ամենահեղինակավոր շերտերից մեկը։ Մեր երկրում, կրկնում եմ, մեր երկրում միջին խավը պետք է դառնա օրակարգ ստեղծող ու թելադրող պետության ու հասարակության զարգացման կիզակետում կանգնած սոցիալական շերտը։ Եթե մենք չստեղծեցինք միջին խավ, եթե մենք հասարակությանը շարունակեցինք պայել այսպես սորտավորված, այսպես տրամագծորեն տարբեր ճամբարներում, գեր հարուստեր ու գեր աղքատերի միջավայրում, չստեղծելով միջին խավ, մենք վտանգի տակ կդնենք առանց այդ էլ վտանգված մեր պետության գոյությունը։ Այս նպատակին հասնելու համար, սիրելի բարեկամներ, անհրաժեշտ է ռազմավարական հայեցակարգ ու քաղաքական ծրագիր, որի կենսագործման արդյունքում ես վստահ եմ, որ մենք ձևավորելու ենք արդար հասարակության վրա հիմնված իրական հայկական պետություն, որևէ կասկած չունեմ, որևէ։ Եվ վերջում, քանի որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հիմա էլ փորձում է մեր հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկել այսպես կոչված հատիկ առ հատիկ գաղափարով, այսօր էլ հայտարարել է, որ հատիկ առ հատիկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4310 քառակուսի մետր մակերեսով հողամասի եւ դրա վրա գտնվող ընդհանուր 511 քառակուսի մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ որպես ապօրինի ձեռքբերված գույք վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը շուկայականին մոտարկված արժեքը մոտ 29 միլիոն դրամ։ Ես չգիտեմ ինչքանով է հարեր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցած անձի նման գրառումներ անելը, բայց այնուամենայնիվ, եթե Նիկոլ Փաշինյանը մեզ բոլորից զբաղեցնում է հատիկ առ հատիկ գաղափարով, ես պարզապես մի հորդոր կամ առաջարկ կանեմ, էլի։ Իսկ կլինի, որ այդ հատիկ առ հատիկ ծրագրի շրջանակներում դուք հետ բերեք ձեր իշխանության օրոք անիֆի շրջանակներում վատնված կամ յուրացված 70 միլիոն դոլարը, որի մասին կարծեմ, եթե չեմ սխալվում, այդ թիվն է շրջանառվում, այդ 70 միլիոն դոլարը, որը ձեր կառավարման օրոք է վատնվել կամ յուրացվել, ձեր իշխանության օրոք տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից կամ տարբեր սուբյեկտների կողմից, իրավաբանական, ֆիզիկական, դուք զեկուցեք հանրությանը ներկայացնեք հաշվետվություն, որ վերադարձել եք անիֆի ծրագրի այդ շրջանակներում յուրացված կամ վատնված 70 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընդ որում դա մի քանի անգամ գերազանցում է ձեր կողմից այսօր հրապարակված 29 միլիոն դրամը։ Ինչևէ, սիրելի բարեկամներ, ես կարծում եմ հետևյալը, որ մենք այսուհետ պետք է խոսենք նաև մեր ծրագրերից։ Ես գրառում եմ արել այսօր եւ աստիճանաբար կամաց ձեր հետ միասին մենք պետք է համոզվելով,
որ փաստորեն այս մարդկանց ձեռագիրը նույնն է, սրանք ընդամենը մեր հասարակությանը մոլորեցնում են իրար վրա ցեղ շպրտելով, խոսքը գործողների ու նախկիների մասին է, այսինքն իրենք զբաղված են իրար հոշոտելով, իրար ոչնչացնելով, մենք պետք է կարողանանք մի շատ կարևոր քաղաքական ծրագիր իրականացնենք ձեզ հետ միասին։ Նիկոլին իր նախկիների հետ թողնել անցյալում եւ ներկայում ու շարժվել առաջ պետություն ու հայրենիք ունենալու համար։ Իրենց հղելով ընդամենը մեկ կոնկրետ ուղերձ։ Հայ ժողովուրդը ձեր գերին չէ, հայ ժողովուրդը դուրս է գալու ձեր պատանդառությունից, ձևավորելու է որակապես նոր իշխանություն, նոր քաղաքական վերնախավ, հասարակության հետ ազնիվ է լինելու, չի խաբելու հասարակությանը, պոպուլիզմով չի զբաղվելու, ստեղծելու է նախադրյալներ իրական խաղաղության հասնելու, Ադրբեջանի հետ արժանապատիվ բանակցություններ վարելու միջոցով փորձելու է հասնել տևական փոխադարձ շահերի հաշվառմամբ խաղաղության հաստատման, իսկ եթե Ադրբեջանը փորձ կանի ամեն գնով ստորացնել Հայաստանի Հանրապետությանն ու ոտնձգություններ իրականացնել Հայաստանի պետականության ուղղությամբ, ապա Հայաստանի հաջորդ իշխանությունը ոչ թե սողե հանդես գալու Ադրբեջանի առջև, այլ ամեն ինչ անելու է արդյունավետ պաշտպանական համակարգ ձևավորելու, խախտված ռազմաքաղաքական բալանսը հավասարակշռելու, իսկ հարկ եղած դեպքում պատժիչ գործողություններ իրականացնելու Հայաստանի Հանրապետության դեմ որևէ ոտնձգության դրսևորման պարագայում։ Հակառակ դեպքում, սիրելի բարեկամներ, ինչքանի դեռ մենք Ադրբեջանի հետ խոսենք վախվորած, քանի դեռ Ադրբեջանի հետ խոսենք նսեմացած, ստորացված, Ադրբեջանը ավելի է լկտիանալու, Ադրբեջանը ավելի է մեծացնելու իր ախորժակները։ Ես չեմ ասում, որ մենք գլուխ գովանք, լոպազանանք, ինչպես ժամանակին լոպազանում էին ոմանք Բաքու թեյ խմելու առումով կամ ամբողջ Ադրբեջանը գրավելու առումով։ Բնավ ի սկզբանե ես դեմ եմ ծայրահեղությանը եւ դեմ եմ քաղաքական դոնկիխոտության ու քաղաքական դիլետանտիզմին։ Ես այդպես ասելով նկատի ունեմ հետևյալը. պետք է ստեղծել արդյունավետ պետություն, պետք է ստեղծել արդյունավետ պաշտպանական համակարգ, որպեսզի պայմաններում Ադրբեջանը չհամարձակվել կամ ռազմական արկածախնդրության դիմել Հայաստանի Հանրապետության դեմ։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, ներողություն եմ խնդրում տեխնիկական վրիպակի համար, խնդրում եմ հնարավորության սահմաններում տարածեք այս տեսանյութը, որպեսզի հնարավոր լինի առավել շատ մարդկանց ծանոթացնել մեր տեսակետներին։ Ավանդույթի համաձայն խոնարհումս Հայաստանի Հանրապետության համար իրենց կյանքը տված մեր բոլոր հայրենիների լուսավոր հիշատակի առաջ եւ փառք ու պատիվ այս պահին Հայաստանի Հանրապետության սահմանները հսկող մեր բոլոր զինվորներին, փառք հայոց բանակին, սիրենք մեր բանակը, սիրենք Հայաստանի Հանրապետությունը, հնարավորինս օրինապար լինենք, կատարենք Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մեր բոլոր պարտականությունները, օրինավոր քաղաքացիներ լինենք։ Ես ձեզ հավաստիացնում եմ, Ամերիկայի պես երկիրը հզոր է դարձել օրենքների կիրառմամբ, օրենքների նկատմամբ հարգանք տածելով, օրինավոր քաղաքացիներ դաստիարակելով, իրավական պետության եւ իրավունքի գերակայության վրա հիմնված հասարակություն կառուցելով։ Ես ձեզ հավաստիացնում եմ, մեծ փիլիսոփայություն պետք չէ կամ մեծ քաղաքական ծրագիր պետք չէ ներկայացնել ցույց տալու համար, թե դու ինչով կարող ես տարբերվել քո նախորդներից։ Ամենալավ քաղաքական ծրագիրը չլինել այս իշխանության պես, նախորդ իշխանությունների պես։ Սիրելի բարեկամներ, ես հավաստիացնում եմ, որ մեր ժողովուրդը ունի բոլոր նախադրյալները հաջորդ ընտրություններում ձևավորելու այս իշխանությունից առավել լավ եւ բոլոր ժամանակների առավել լավ իշխանությունը։ Ես հավատում եմ ձեր իմաստությանը, հույս ունեմ, որ ժողովուրդը կամաց արթնանում է եւ ես անգամ սկսել եմ մտածել, որ առաջիկայում ձևավորվող մեծ քաղաքական թիմը կարող է ունենալ նաեւ արթնացում անունը, որովհետեւ մեր ժողովրդին իսկապես արթնանան է պետք, արթնացում, որպեսզի թույլ չտանք պետության վերջնական կազմաքանդումը։